Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անկաշկանդ զրույց հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ով հայոց եղերնը մտքիցը հանի, նա դավաճանն է նոր Հայաստանի, ասում էր հանճարեղ Հովհաննես Շիրազը։ Այսօր մեր զրուցակիցն է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրասյանը։ Պարոն Սաֆրասյան, շնորհակալություն, որ հերթական անգամ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆրասյան, ես պատահական չսկսեցի ցեղասպանության մասին ասած մեր հանճարեղ մարգարե բանաստեղծ Հովհաննես Շիրազի խոսքերից, որովհետեւ այսօր ցեղասպանության թեման նորից հարկի թե անհարկի մտել է շրջանառության մեջ։ Ու ոմանք ասում են, թե ինչու եւ ինչ կարիք կա նորից փորփրել հին վերքերը կամ նորից եղած ակնհայտ փաստը, ակնհայտ պատմական ողբերգությունը բերել ինչ որ դիտարկման դաշտ, անել ինչ որ տարատեսակ եւ շատ հաճախ նաեւ իրարամերժ մեկնաբանությունները դրանով հանդերձ մի տեսակ տարակուսանք ու կասկածանք առաջացնելով եւ միջազգային հանրության մեջ, որի ներկայացուցիչ բազմաթիվ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանության փաստը, անգամ քրեականորեն, այսպես ասած, քրեականացրել են ցեղասպանության ճանաչել կամ չճանաչելու խնդիրը իրենց օրենսդրությունների մեջ, եւ այսօր հանկարծ մեր հայկական իրականության միջից հնչում են տարատեսակ մեկնաբանություններ, ըստ որոշ շրջանակների, որը կարծես թե կասկածի տակ է դնում անգամ ցեղասպանությունը լինելու կամ չլինելու փաստը։ Արդյոք ըստ ձեզ պետք է այսօր որպես բնագավառի կարկառուն մասնագետներից մեկը ըստ ձեզ նորից շրջանառել այս ցավոտ հարցը հայության համար, թե ոչ, թե ինչ եղել է գիտական շրջանակները ինչ ապացուցել են հիմնավոր փաստերի հիման վրա, պարզապես պետք է հանգիստ թողնել այս հարցը, ինչ կարծիքի եք։ Սկսեմ պատասխանել ձեր հարցին, որպես մարդ, որը տասնյակ տարիներ այդ թեմայով զբաղվել է, ուսումնասիրել է, մինչալոց ես դա էլ ասեմ, առաջինն է Հայաստանում, որ սկսեցի դասավանդել հայոց ցեղասպանության դասընթաց պատրաստեցի եւ համալսարանում Արևելագիտության ֆակուլտետում սկսեցի դասավանդել այդ թեման եւ ես կարծում եմ, որ գիտնականները, ցեղասպանագետները պետք է այդ թեման շարունակեն ուսումնասիրեն, որովհետեւ կան շատ եւ շատ խնդիրներ, որոնք կարոտ են ավելի խորը ուսումնասիրության, ոչ թե փաստը ապացուցելու տեսակետից, այլ գիտական առումով։ Օրինակ, վերջերս Մոսկվայում լույս տեսավ իմ մենագրությունը Օսմանյան կայսրություն ցեղասպանությունների ծրագրեր, որտեղ ես ուսումնասիրում եմ այն ծրագրերը ցեղասպանության, որոնք ստեղծվել են Օսմանյան կայսրությունում եւ առաջին հերթին բուլղար ժողովրդի նկատմամբ, նոր հետո հայ ժողովրդի, այսինքն ցեղասպանությունը որպես ազգային հարցի լուծման այսպես արմատական միջոց սկսել է քննարկվել Օսմանյան վերնախավի կողմից դեռևս 19-րդ դարի 70-ական թվականների կեսերից եւ առաջին ծրագիրը ցեղասպանության, իհարկե այն ժամանակ այդ եզրույթը չի եղել, այդ ընկալումը չի եղել, բայց այդ ծրագիրը երբ որ ուսումնասիրում է, ստեղծվել է 1876 թվականին մայիսին բուլղարների դեմ է ուղղված եւ դա ժամանակակից ընկալումներով եղել է ցեղասպանության ծրագիր։ Փաստորեն տասնամյակների ընթացքում տարբեր սերունդներ Օսմանյան կայսրության այդ ծրագիրը այսպես թե այնպես մոդիֆիկացիաների ենթարկելով փորձել են իրականացնել եւ ամենավերջի փորձը Օսմանյան կայսրության առումով դա եղել է 15 թվականին, երբ ստեղծվել է հաշվի առնելով հավանական է նախորդ փորձառությունը արդեն ցեղասպանության ծրագիր ուղղված հայ ժողովրդի դեմ 15 թվականի սկզբներին։ Ես դրան էլ եմ անդրադառնում եւ այստեղ կարեւոր է նաեւ այն, որ քեմալական Թուրքիան նույնպես
ունեցել է ցեղասպանության ծրագիր հայ ժողովրդի նկատմամբ եւ ըստ էության դրա հեղինակը եղել է հենց ինքը Մուստաֆա Քեմալը եւ այդ ծրագրում որ դա գախնի հրաման է եղել ըստ էության, որը եկել է Անկարայից Ղարաբեկիր Փաշային, որը հրամանատարն էր թուրքական բանակի, որ ներս էր խուժել Հայաստանի Հանրապետություն 20 թվականի նոյեմբերին, գրված է, ես դա թարգմանել եմ եւ հրատարակել եմ այդ գախնի հրամանը, որտեղ գրված է սևը սպիտակի վրա, որ Հայաստանը պետք է ոչնչացվի եւ իրապես եւ քաղաքականապես, բառացի եմ ասում։ Այսինքն դա արդեն ցեղասպանություն էր ուղղված պետականության դեմ, պետականությունը պետք է ոչնչացվի։ Այնպես որ գիտական առումով այս բնագավառում մենք ունենք անելիքներ ավելի խորը հասկանալու այդ ծանրագույն հանցագործությունը մարդկության դեմ։ Ինչ վերաբերում է քաղաքական եւ հասարակական ընկալումներին, այո, այստեղ ես դες մի անգամ համաձայն եմ, փաստը վաղուց ապացուցված է եւ ընդունված է աշխարհի կողմից 30-ից ավելի երկիր դա ընդունել է պաշտոնապես իրենց կառավարման բարձրագույն մարմինների կողմից, իսկ գիտական շրջանակները աշխարհով մեկ արդեն շուրջ 2 տասնամյակ է, գուցե ավել ցեղասպանության փաստը հարցականի տակ չեն դնում աշխարհի ամենատարբեր երկրներում։ Եթե կան թուրք պատմաբաններ, պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներ, որոնք այդ հարցը փորձում են ասես խեղաթյուրել, կեղծել, դա իրենց գործն է, դա նրանք ուղղակի կեղծարար են եւ հեղինակություն չունեն։ Այնպես որ գիտական, հասարակական, քաղաքական առումով այդ հարցը ցեղասպանության փաստը դա այնպիսի փաստ է, ինչպես օրինակ փաստ է, որ 1914 թվականին սկսել է առաջին համաշխարհային պատերազմը։ Այսօր այստեղ քննարկելու ոչ մի բան չկա, ուղղակի ուսումնասիրել, ավելի խորը հասկանալ, դա ուրիշ բան է։ Այո, կարծում եմ միանգամայն ճիշտ ջրբաժան դրեցիք, այսպես գիտական ճիշտ ձևակերպած ջրբաժան դրեցիք, որ այո, իհարկե պետք է ուսումնասիրեն փաստերը, փաստարկները, ավելի խորը, այսպես նոր փաստեր ի հայտ բերվեն, բայց երբեք չուսումնասիրվի այն հանգամանքը, որ կոպիտ ասած եղել է ցեղասպանություն, թե չի եղել եւ ինչ որ կասկածահարույց հանգամանքներ եւ հանգարց դա էլ կա այդ միտումն էլ կա, եթե կհամաձայնվեք, որ բերում են արդյոք մենք ինչ որ մեր մեղավորությունը չենք ունեցել ցեղասպանության մեջ, որը կարծում եմ, որ եթե կհամաձայնվեք նույնպես բավականին վտանգավոր միտում է, այսինքն մեր ոսոխին ցեղասպանությունը իր գործած կողմին մենք ապահովագրում ենք որոշակի չափով, քարտ բլանշ ենք կարծես թե նրան տալիս, որ ասենք, այ եթե հայերը իրենք են ասում, որ իրենք ունեն որոշակի մեղավորություն ցեղասպանության մեջ, դե ինչ եք ուզում մեզանից, ուրեմն նրանք հասցրել են դրան, որ մենք կիրառել ենք, չէ, որոշակի գործողություններ իրականացրել ենք։ Տեսեք, կարևոր հարց եք բարձրացնում, թուրքական ժխտողականությունը ցեղասպանության փաստի, հայոց ցեղասպանության փաստի տարբեր դրսևորումներ է ունեցել այս 100 տարվա ընթացքում։ Այո։ Եվ վերջին դրսևորումներից, որ կապված է արդեն Էրդողանյան դարաշրջանի հետ Թուրքիայում, դա հետևյալն է, որ պետք է ավելի խոր ուսումնասիրել, հասկանալ, եղել է թե չի եղել ցեղասպանություն։ Թուրքերը ասում են, մենք ասում ենք, մեր պատմաբանները ասում են չի եղել, հայ պատմաբանները ասում են եղել է։ Եվ պետք է հիմա այդ պատմաբանները հավաքվեն, քննարկեն։ Այո, այդ պատմաբանների հանձնաժողովը։ Այո, եւ որոշեն եղել է թե չի եղել։ Գիտեք, մի քանի անգամ բացի հանձնաժողովից հրավերներ են եղել Թուրքիայից մասնակցելու նման քննարկումների։ Եվ դա այսպես կողքից եթե նայես, ասում են ինչ վատ է, որ գնամ, ապացուցենք, որ եղել է։ Տեսնում եք, բայց եթե մենք գնանք եւ սկսենք ապացուցել, որ եղել է, հենց միայն դրանով մենք հարցականի տակ կդնենք փաստը։ Այո, արդեն խայծը կուլ կտանք, չէ՞։ Այո, հենց դա տեսնում եք, շատ խորամանկ մոտեցում է, կամ էլ մեկ այլ նոր մոտեցում, որ էլ Էրդողանի հետ է կապված,
որ ինքը այս վերջերս էլ դրա մասին խոսեց, որ առաջի համաշխարհային պատերազմը դա մեծագույն տրագեդիա էր աշխարհի համար, Օսմանյան կայսրությունը մասնակցում էր, Օսմանյան կայսրության ժողովուրդները մեծ կորուստներ են ունեցել, դա ցավ է, մեծ ցավ է, եւ թուրք ժողովուրդն է ունեցել կորուստներ, եւ հայերը, սա մեր համատեղ ցավն է, եկեք կիսենք այդ ցավը, պատկերացնում եք, չէ՞, սա ուղղակի ինչ անբարոյականություն է, որ հավասարություն է դրվում մի ժողովրդի հետ, որը ոչնչացվել է իր բնորանում, իր հայրենիքում, Արևմտյան Հայաստանում, եւ թուրքերի հետ, որոնք պատերազմի ժամանակ ծանր են եղել վիճակը, այո, Օսմանյան կայսրությունում, սա այլ արտահայտումն է այդ անբարոյականության, որը իր մեջ կրում է ցեղասպանության ժխտողականությունը, կամ էլ մեկ այլ ժխտողականության մեկ այլ դրսևորում, որի հեղինակը Հալաջօղլուն է, նա ժամանակին թուրքական պատմագիտական ընկերության ղեկավարն էր եւ հետո դառավ խորհրդարանի անդամ եւ պանթուրքիստական կուսակցության ներկայացուցիչ որպես ազգայնական շարժում կուսակցության։ Գիտեք, նրա թեզը հետեւյալն է, որ այո, եղել է տեղահանություն, պատերազմ էր, տեղահանություն է, դա նորմալ է, պես շատերն են անում, տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունում դե պայմանները ծանր էին, մարդիկ ճանապարհներով գնում էին, ճանապարհ էլ չկար, ամայի տարածքներ էին, ուտելիք չի եղել, սովից մահացել են, արևահար են եղել, հիվանդություններ են եղել, մարդիկ մահացել են, ով է մեղավոր, որ տեղահանության ժամանակ իրենք ծանր պայմաններից մահացել են, պատկերացնում եք, ավազակներ են ինչ որ հարձակվել, չնայած ոստիկանները փորձել են պաշտպանել տեղահանվող ժողովրդին, բայց նրանց հաջողվել է մի քանի հոգու սպանել, նույնիսկ ինքը ինչ լկտիության դրսևորում էր, դա հաշվարկել էր, որ ինչքան հայ սպանվել է ցեղասպանության ժամանակ 12000 այդ ավազակները հարձակվել են, պես դե պատահում է, չեն կարողացել ոստիկանները նրանց պաշտպանել հայերին։ Տեսնում եք, ինչքան այսպես ժխտողականության, ինչքան տարբեր ձևեր կան, բայց բոլորն էլ առաջինը անբարոյական են այդ տեսակետից եւ խեղաթյուրում են պատմական իրականությունը։ Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, պարոն Սաֆրասյան, որովհետև այո, ժխտողականության տարբեր ձևերը նաև խայծեր են ուղված մեր ներքին դրսարանին, մեր ներքին հանրությանը, մեր հայաստանյան հանրությանը եւ եթե Աստված մի արածե մենք կուլ տանք, կորցնենք այդ զգոնությունը, կնշանակի մենք մեր իրականությունը դնում ենք հարցականի տակ եւ շատ հետո այլ իրականություններ կարող են մեզ պարտադրել տարբեր խայծեր առաջարկելով, որ մենք դնենք հարցականի տակ։ Ընդհուպ մինչև հրաժարվենք մեր ֆունդամենտալ ազգային արժեքներից, ազգային այսպես ավանդական արժեքներից։ Եվ մի այսպիսի հարց, պարոն Սաֆրասյան, որը նույնպես դրված է կարծես թե շրջանառության մեջ կապված ցեղասպանության փաստի հետ, էլի ոմանք ասում են, որ այ եթե մենք խելացի լինեինք, մենք կարող էինք չկոտորվել, այդ ցեղասպանությունը կարող է չլինել կամ այդ ծավալների կարող է չլինել։ Դուք գտնում եք որպես վաստակաշատ պատմաբան, ցեղասպանագետ, հնարավոր էր այդ ժամանակահատվածում հայությունը իր բոլոր շերտերով հանդերձ այնպիսի ճիշտ կեցվածք ընդուներ, այնպիսի ավելի խելամիտ կեցվածք ընդուներ, որպեսզի չլիներ այդ ցեղասպանությունը, թե պարզապես տարբերակ չունեինք, այսպես թե այնպես դա որոշված ծրագիր էր, հաստատված ծրագիր էր եւ այսպես թե այնպես դա պիտի իրականացվեր, որովհետեւ մենք փոքր էինք եւ միջազգային այսպես ուժերը շատ ավելի մեծ էին ու շատ ավելի զորավոր էին, քան մենք։ Տեսեք, նույնպես շատ կարևոր հարց եք բարձրացնում, դրա համար պետք է մի քիչ այսպես ավելի խորը փորձել պատասխանել։ Օսմանյան կայսրությունը երբ սկսեց թուլանալ, իսկ դա սկսեց տեղի ունենալ 17-րդ դարից, Օսմանյան վերնախավի մոտ առաջացավ հետևյալ հարցը,
ես հիմա թուրքերեն դա ասեմ, այո, «Բու դևլետ նասլ քուրտուլաբիլիր», այս պետությունը ինչպես կարելի է փրկել։ Այսինքն Օսմանյան կայսրությունը ստեղծվել էր տարբեր ժողովուրդների, որոնք իրենց հայրենիքում բնակվում էին, նրանց նվաճելու շնորհիվ, նվաճելու եւ նրանց վրա իշխելու։ Եվ երբ որ սկսեց թուլանալ Օսմանյան կայսրությունը, սկսեցին ուժեղանալ ազատագրական շարժումները տարբեր ժողովուրդների։ Եվ դրա համար վերնախավը սկսեց փնտրել հնարավորություններ, ճանապարհներ այդ պետությունը, որ իրենք ստեղծել էին, հյուսիսային Չինաստանից գալով եւ հասնելով Փոքր Ասիա եւ Եվրոպա, Բալկանյան թերակղզի եւ այլն, Մերձավոր Արևելք, ինչպես կարելի է տարածքը փրկել։ Առաջին այսպես մղումը հետեւյալն էր, որ մենք պետք է հույսը դնենք ուժի վրա։ Մենք ուժով, ինչպես 17-րդ դարի թուրք գործիչներից մեկն էր ասում, մենք դաշույնով այս երկիրը նվաճել ենք, այսինքն այդ տարածքները դաշույնով էլ պետք է պահենք։ Բայց գնալով Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ, հետ մնալ Եվրոպայից եւ այլն, պարտություններ եւ այլն, եւ 19-րդ դարում արդեն ակնհայտ դառավ, որ ուժը չի գործում։ Երկրորդ լուծումը դա արևմտականացումն էր Օսմանյան կայսրության, այսինքն արևմտյան երկրներից որոշակի կառույցներ, օրենքներ, մոտեցումներ բերել Օսմանյան կայսրությունում, դրանք կիրառել եւ այդպիսով պահպանել գոնե այն, ինչ որ մնացել է Օսմանյան կայսրությունից։ Եվ սկսեց արևմտամետ բարենորոգումների փուլ, որը կոչվում է Թանզիմատ Օսմանյան կայսրությունում։ Թանզիմատը մեծ ուշադրություն էր այդ շրջանում, մեծ ուշադրություն էին հատկացնում քրիստոնյաներին, որտեղ ամենամեծ վտանգը տարածքային ամբողջականության համար Օսմանյան կայսրության գալիս էր քրիստոնյա ժողովուրդներից։ Առաջին հերթին այն ժամանակ բալկանյան ժողովուրդները։ Հիշում եք, չէ՞ որ սկզբից ազատագրվեցին Օսմանյան լծից որոշ չափով սերբերը, հետո հույները, հետո արդեն 70-ական թվականներին բուլղարները։ Եվ ուրեմն փորձ արվեց այդ արևմտյան կառույցները, ինստիտուտները տեղափոխելով Օսմանյան կայսրություն, հավասարություն հայտարարել քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ։ Ինչի դա պետք եղավ, որտեւ իսլամը չի ճանաչում հավասարություն քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ։ Այսինքն փորձ արվեց որոշակի փոփոխություն մտցնել իսլամական օրենսդրության մեջ, շարիաթի մեջ, եվրոպական մոտեցումներ, որ անկախ կրոնական պատկանելությունից բոլորը հավասար են։ Բայց իրականում հենց այդ ժամանակ սկսեց մի միտում Օսմանյան վերնախավի մոտ, որում տարբեր խմբավորումների, որոնք այդ ձևական հավասարության պայմաններում, որպես հայտարարում էին, օրենքներ էին ընդունում, իրականում փորձում էին ուծացնել, ասիմիլացնել քրիստոնյաներին, դարձնել նրանց թուրքացնել այդ հավասարության քողի ներքո։ Սա երկրորդ փուլն էր։ Այդ փուլը շարունակվեց մինչև մոտավորապես 1910 թվականը։ Այսինքն Թանզիմատի 19-րդ դարի 60-ական, 70-ական թվականներից սկսած, իհարկե Աբդուլհամիդի շրջանի հետ դնենք մի կողմ, երիտթուրքերը առաջի տարիներին, երբ որ եկան իշխանության 1900 թվականին, նրանք այդպես էին մտածում, որ հնարավոր կլինի այդ արևմտականացման քողի ներքո ուծացնել քրիստոնյաներին, հասնել այն բանի, որ քրիստոնյաները եւ այն ժամանակ արդեն ամենամեծ քրիստոնեական ժողովուրդը, որ մնացել էր Օսմանյան իշխանության տակ, հայերն էին, հասնել այն բանի, որ հայկական հարցը վերանա, ինչպես հայտնի 1870 թվականին հայկական հարցը դարձել էր միջազգային դիվանագիտության հարց։ Սա երկրորդ փուլն էր, բայց 1910 թվականին երիտթուրքերի գաղտնի խորհրդակցության ժամանակ Թալյատ Փաշան, այն ժամանակ Փաշա չէր, Թալյատ բեյը, ներքին գործերի նախարարը եւ երիտթուրքական կուսակցության փաստացի ղեկավարը գաղտնի ելույթ ունեցավ
որտեղ ինքը հստակ հայտարարեց, որ քրիստոնյաներին, այսինքն պետք է հասկանալ հայերին, ուծացնել հնարավոր չի, ասիմիլացնել հնարավոր չի, թուրքացնել հնարավոր չի։ Սա կարևոր եզրակացություն էր 1910 թվականին, եւ դրանից հետո սկսեցին արդեն երրորդ փուլի փնտրտուքները, թե ինչպես կարելի է լուծել հայկական հարցը։ Եվ արդեն 1911 թվականից երիտուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի ընդերքում, որը կազմված էր մի 13-15 հոգուց, եւ նրանց այսպես նեղ շրջանակ, որ հարում էր նրանց այդ կենտրոնական կոմիտեի անդամներին, մոտ 50-60 հոգի, սկսեցին անընդհատ քննարկումներ, գաղտնի քննարկումներ տեղի ունենան, թե ինչ կարելի անել հայերի հետ, որովհետեւ մտավախությունը հետեւյալն էր. Բալկաններում Օսմանյան կայսրությունը կորցնում էր արդեն իր տարածքները, ազատագրվեցին, չէ, հույները, բուլղարները, սլավոնական ժողովուրդները, դե Եվրոպային մոտ էր դա։ Հիմա նրանք էլ ասում էին հիմնական երկու կորիզ ունի Օսմանյան կայսրությունը, եվրոպականը մենք կորցնում ենք արդեն, գոնե այս ասիական մասը պահենք, փոքր Ասիան պահենք, արևմտյան Հայաստանը պահենք։ Դա էր հիմնական մղումը այդ քննարկումների, եւ այդ քննարկումների ընթացքում արդեն առաջացավ գաղափար, որ պետք է դրան հայերին ֆիզիկապես ոչնչացնել, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ այս առումով շատ կարևոր էր 1914 թվականի հունվար-փետրվար ամիսները։ Ինչու՞, որովհետև հայկական հարցը, որը առաջացել էր 1878 թվականին, աղճատված ձևով էր, խեղաթյուրված ձևով էր ի հայտ եկել։ Հայկական հարցը ոչ թե Հայաստանի անկախ պետականության վերականգնումներ, հայ ժողովրդի ազատագրումներ թուրքական լծից, այլ ուղղակի բարենորոգումների իրականացումներ հայկական վիլայեթներում։ Այս ձևի էր դա քննարկվում։ Եվ այդ քննարկումները Օսմանյան իշխանությունները շատ սպես վարպետորեն վիժեցնում էին, ոչ մի արդյունք չէին տալիս, խաղում էին հակասությունների վրա եվրոպական պետությունների եւ Ռուսաստանի միջեւ։ Բայց 1914 թվականի հունվար-փետրվար ամիսներին, երբ արդեն Եվրոպան մոտենում էր պատերազմի, հաջողվեց, որ եվրոպական 6 երկրներ, 5-ը եւ Ռուսաստանը, միասին ճնշում գործադրեցին Օսմանյան կայսրության վրա եւ պարտադրեցին, որ նա ընդունի բարենորոգումների այնպիսի մի ծրագիր, որը ըստ էության պետք է առաջին քայլը լիներ Հայաստանի անկախացման համար։ Ուղղակի պարտադրեցին բոլորը միասին Օսմանյան կայսրությանը։ Եվ դա սկսեց իրականացվել, այսինքն Արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու մասի, նշանակվում էին եվրոպացի ղեկավարներ այդ մասերի, հայ ժողովրդի իրավունք էր ստանում մասնակցել կառավարմանը, իրավունք էր ստանում ունենալ զինված մարդկանց։ Սա ճանապարհ էր դեպի անկախացում ըստ էության Արևմտյան Հայաստանի։ Եվ սա շատ վախեցրել էր երիտթուրքերին, արդեն իրականություն էր դառնում իրենց մղձավանջը, որ կարող են կորցնել նաև Արևմտյան Հայաստանը եւ այդպիսով այդ պետությունը չպահեն իրենց ձեռքում։ Եվ սա էր վերջին, այսպես ասած, այն վերջակետը, որ նրանք դրեցին իրենց ծրագրերի վրա հայ ժողովրդին վերացնելու, այսինքն ըստ էության գաղափարը, նպատակը արդեն ձևակերպված էր, ձևավորված էր մինչև առաջին համաշխարհային պատերազմը, որ հայերից ազատվելով փրկել այդ տարածքը, որ այդ տարածքը մնա Օսմանյան կայսրության կազմում։ Իսկ արդեն երբ որ պատերազմը սկսեց, այդ ընդհանուր գաղափարը ստացավ կոնկրետ 10 կետից բաղկացած ծրագրի տեսք, որը ես հրատարակել եմ 10-րդ կետը այն էր, որ կարդալուց հետո ոչնչացնել։ 9 կետը հենց այն էր, ինչ որ տեղի ունեցավ ցեղասպանության ժամանակ։ Եվ դա հավանական է, ենթադրվում է այդ ծրագիրը վերջնական տեսք է ստացել 15 թվականի հունվարի վերջին, փետրվարի սկզբին, եւ սկսել է կիրառվել այդ իրականություն դառնալ այդ ծրագիրը։
Այսինքն այսպես որոշակի ճանապարհ անցավ, այդ սկզբից գաղափար առաջացավ, հետո դա դառավ արդեն կոնկրետ կառավարության կողմից հաստատված ծրագիր։ Պարոն Սապրասյան, իսկ ձեր այս հետաքրքիր դիտարկումը, որ դուք նոր արեցիք, չի խոսում արդյոք այն բանի մասին, որ եթե չլինեին եվրոպական պետությունների, նաև Ռուսաստանի այդ միջամտությունները թուրքական կառավարման կյանքին, միգուցե ցեղասպանությունը տեղի չունենար, ինչպես ասում են, մեղվի փեթակը գուցե բզբզեցին նոր եղավ այդ բանը, թե անկախ ամեն ինչից, անկախ այդ բարենորոգումների ծրագիրը թուրքական կառավարությանը, Օսմանյան կառավարությանը պարտադրելուց, թուրքական, երիտթուրքական այդ հայատյաց, մարդատյաց, ֆաշիստական այդ վերնախավը, այսօրվա բնորոշմամբ ասած, միևնույն է, պիտի իրականացներ հայերի ցեղասպանությունը։ Հայերը, ինչպես ասեցի, որն էր ճիշտ տարբերակը։ Մնացել էին միակ խոշոր քրիստոնյա ժողովուրդը, որը ապրում էր իր հայրենիքում։ Արևմտյան Հայաստանում այն 6 վիլայետներ, ավելի շատ եւ այլն։ Եվ միանգամայն բնական էր, որ հայ ժողովուրդը պետք է սկզբից պայքարեր իր իրավունքների համար, որտեղ նա զուրկ էր իրավունքներից ըստ շարիաթի, իսլամական օրենսդրության եւ ըստ այն պրակտիկայի, որ կար Օսմանյան կայսրությունում, ճնշումներ գործադրել քրիստոնյա ժողովուրդների վրա եւ ժամանակ առ ժամանակ իրականացնել կոտորածներ, որպես կանխարգելիչ միջոցներ, որ մեկ էլ իրանց ավելի այսպես վստահ չզգան, միշտ խելոք պահեն ճակերտների մեջ։ Այսինքն այդ ազատագրական շարժումները Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների դրանք օրինաչափ երևույթներ էին։ Դա Բալկաններում հաջողվեց, հայ ժողովուրդը բռնել էր այդ ճանապարհը, բայց Հայաստանում այն ինչ որ տեղի ունեցավ, օրինակ Բուլղարիայում համընդհանուր ապստամբություն, Արևմտյան Հայաստանում դա հնարավոր չէր եւ տեղանքի հետ կապված մեծ է տարածք, իրարից կտրված էր, կոմունիկացիաները զարգացած չէին եւ քրդեր էին ապրում, որտեղ արդեն մոտավորապես 19-րդ դարի 30-ական թվականից քրդական ազգաբնակչությունը ավելի լեռնային տարածքներից Արևմտյան Հայաստանից սկսեց իջնել ներքև դաշտային հատվածները եւ սկսեց հայ ժողովրդի հողազրկումը, քանի որ քրդերը զինված էին, հայ ժողովուրդը զենք չուներ, քրդերը հողերը վերցնում էին հայերից, բռնազավթում էին հայերին, վռնդում էին, սպանում էին, ճնշում էին եւ փաստորեն այդ բոլոր խնդիրները հանգեցրել էին նրան, որ Հայաստանում համընդհանուր ապստամբություն, ինչպես եղավ օրինակ 1876 թվականի ապրիլին Բուլղարիայում հնարավոր չէր անել։ Դրա համար մեզ մոտ ազատագրական շարժումը տեղի էր ունենում առանձին ֆիդայական խմբերի, ջոկատների զինված պայքարի միջոցով։ Այսինքն դա օբյեկտիվ process էր, հայ ժողովուրդը պետք է վերականգներ իր պետականությունը։ Եվ այն ծայրահեղական տեսակետները ձեր այս ասացի հիման վրա դարձյալ, որ եթե Ռուսաստանը չլիներ, ցեղասպանությունը չլինի, նույնիսկ իրենք են հրահրել, իրենք են դրդել, կամ նույն արևմուտքը իր գործակալական ցանցերով, դրանք ավելի շուտ, այսպես ասած, մակերեսային եւ ոչինչ չասող տեսություններ են, որովհետեւ կային բռնաճնշումներ, ինչպես դուք հիշատակեցիք, պատմականորեն, փաստացիորեն, եւ այդ ճնշումներին դիմակայել էր պետք, եթե չդիմակայեինք, ելի կոտորվելու էինք եւ այսպես թե այնպես միգուցե գանք այն տեսակետին, որ եթե անգամ այդ բարենորոգումների, պաշտոնական բարենորոգումների իրականացման պարտադրանքներ չլիներ Արևմուտքի եւ Ռուսաստանի կողմից, միևնույն է, էլի երիտթուրքական վերնախավը կամ մի որևէ այլ քաղաքական ուժ պիտի գար եւ հանուն իր, այսպես ասած, ճակերտներում անվտանգային շահերի, իր պետականությունը պահելու շահերի իդենտիկությունը պահելու շահերի պիտի կոտորեր հայերին։ Եվ սկզբից փորձ արեցին քրիստոնյաներին եւ հայերին զրկել իրենց ինքնությունից։ Այո։ Երբ որ տեսան, որ դա հնարավոր չի, վերջին միջոցը դա արդեն ցեղասպանությունն էր։ Վերջին միջոցը պահելու հողը։
ոչ թե հողի վրա ապրող մարդկանց հայերին վերացնելով պահել հողը, սա էր հիմնական նպատակը։ Այո։ Որոշակի պանթուրքիստական նպատակներ էլ կային, բայց իհարկե դրանք գերագնահատել պետք չի։ Հա, եւ ես կասեի, գուցե այս ֆոնին ավելի առաջադիմական էին այդ ճնշումները, որովհետեւ կարծես թե դրանք խթանում էին ներքին, չէ, մեր հայությանը, որպեսզի հայությունը զգա, որ ինքը միայնակ չի բոլոր դեպքերում, եւ գոնե բարոյական իմաստով, եթե չասեմ նյութական իմաստով, ասենք գերտերությունները, եվրոպական գերտերությունները, Ռուսաստանը աջակցում են մեր արդար իրավունքների համար մղվող պայքարին եւ գոնե գուցե գանք է նաեւ գալիս ենք այն տեսակետին, գոնե այդ առումով խթան դա հանդիսացավ, որ որոշակի ինքնապաշտպանական մարտեր ունեցանք եւ որոշակի տեղերում հաջողեցինք շնորհիվ այդ ինքնապաշտպանական հերոսական մարտերի եւ ավելի քիչ կոտորվեցինք, ավելի քիչ տուժեցինք եւ ավելի բարձր պահեցինք մեր գլուխը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որը ես գնալով հասկանում եմ, որ պետք է մենք դրա վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք։ Երկու, այսպես ասած, շերտ կա հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերի։ Առաջինը կազմակերպված ինքնապաշտպանական կռիվներն էր, մասնավորապես Վանի ինքնապաշտպանությունը, որը ես համոզված եմ պատմության մեջ, մարդկային պատմության մեջ քիչ նման դեպքեր են եղել, երբ ըստ էության անզեն կամ շահատված զինված բնակչությունը Վանի եւ շրջակայքի կարողացավ երկար ժամանակ դիմակայել, դիմադրել կանոնավոր թուրքական բանակին։ Դա մեկ եւ դա հաջողվեց։ Բայց կան նաեւ, գիտեք, բազմաթիվ դեպքեր, որի մասին քիչ է խոսվել, որտեղ ինքնապաշտպանական կռիվները մեր պատմագրությունը բավական ուսումնասիրել է։ Իսկ կան այլ դեպքեր, երբ որ ծանոթանում ես մազապուրծ եղած, փրկված մարդկանց, երեխաների պատմածներին, որտեղ ցեղասպանությունից հետո նույնիսկ ցեղասպանությունը դեռ շարունակվում էր, երկու հանձնաժողով ստեղծվեց, որոնք հավաքում էին այդ պատմածները վերապրողների եւ կամաց դրանք հրատարակում են, լրիվ չեն հրատարակել, բայց այն ինչ որ հրատարակվել է, գիտեք, այնքան այսպես ազդեցիկ է, դեպքերը հետեւյալն էին, որ տղամարդկանց տարել էին բանակ, չէ։ Այո։ Ընտանիքները մնացել էին կանայք, երեխաներ, ծերեր եւ նրանց էին տեղահանում, նրանց էին սպանում եւ այդ սպանությունների ժամանակ կանայք, մեծահասակները նույնիսկ զենք չունենալով ամեն ինչ անում էին, որ ինչ որ ժամանակ շահեն, կարողանան դիմադրություն ցույց տալ, որ երեխաները միտեղ գնան, միտեղ թաքնվեն ու կենթանի մնան։ Իրենք գիտեին, որ պետք է զոհվեին իրենք, անզեն էին, բայց ինչ որ ձեռքի տակը լինում էր, էլի դրա միջոցով րոպեներ էին գուցե շահում եւ այդպես երեխաները փրկվել են, հետո պատմել են, իրենք տեսել են այդ ամեն ինչ իրենց աչքերով, հետո մի կերպ փրկվել են, եկել են, հասել են արդեն արևելյան Հայաստան եւ պատմել են այդ ամեն ինչ եւ դա գրի է առնվել։ Դա նաեւ մեր ժողովրդի հզորության մասին է խոսում, բարոյական հզորության, հոգու հզորության, որ անհույս դեպքերում մարդիկ, ծնողները, մեծահասակները ապագա իրենց ապագան փրկելու համար, որ հայ ժողովուրդը չվերանա, իրենք իրենց զոհաբերել են, որ երեխաները կենթանի մնան։ Այս սա խոսում է մեր ժողովրդի բարոյական հոգևոր հզորության մասին։ Պարոն Սաֆրասյան, մեր խոնարհումը բերենք ձեզ հետ միասին մեր անմեղ նահատակների, հոգիների անմահության առջև եւ ամեն դեպքում, քանի որ կան ձեր պես ողջամիտ պատմաբաններ, հարցերին քաջատեղյակ պատմաբաններ, կարծում են, որ այս հարցը երբեք ու երբեք չի կարող ոչ բարոյական, ոչ պատմական իմաստով կասկածի տակ դրվել։ Իհարկե։ Դա անտարակույս, խոսելու բան չի։ Այո, դա խոսելու բան չի։ Կանք հայ-թուրքական հարաբերություններում փորձենք այսօրվա մեր զրույցը եզրափակել
հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդրով, ինչ է կարծում հայ-թուրքական հարաբերություններում այսօր հնարավոր է որոշակի բեկում մտցնել մնալով կարծես թե այս իրավիճակում կարծես թե ինչպես հիմա ենք մենք առանձնապես անդաշնակից կարելի ասել վտանգված երկկողմանիորեն դարձյալ մեր այսպես ասած ողերիմ հարևանների կողմից եւ այս առումով դարձյալ եթե հիշատակենք ցեղասպանության խնդիրը կարծես թե զիջելով դարձյալ այդ վտանգավոր կողմերի տեսակետներն են փորձում մեջ բերել հնարավոր է որոշակի այսպես ասած դրական կամ հաշտեցման եզրեր գտնել թե Թուրքիայի թե Ադրբեջանի հետ թե ոչ դա ավելի կթուլացնի մեզ Դե իհարկե պետք է տարանջատել Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչ վերաբերում է Թուրքիային։ Ես համոզված եմ, որ թուրքական վերնախավը դեռևս 1991 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը մինչև հիմա պահպանվում է այսպես թե այնպես տարբեր մոդիֆիկացիաներով, նոր սերունդներ են եկել թուրքական էլիտայի ղեկավարելու Թուրքիան, բայց պահպանվում է դա եւ որոշումը հետեւյալն է որ Հայաստանին ավելի շատ է պետք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, քան թե Թուրքիային։ Եվ դրա համար Հայաստանը պետք է գին վճարի։ Այդ գինը դա այն նախապայմաններն են, որ այս տասնամյակների ընթացքում Թուրքիան Հայաստանի առջև դրել է։ Հիմա նախապայմանները շատ հստակ ձևակերպում են ստացել։ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության Էրդողանը մի քանի անգամ դա կրկնել է, որ հետևյալն է. մինչև չստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, Թուրքիան որևիցե իրական քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Սա Թուրքիայի մոտեցումն է, որոշումն է, որը չի փոխվի։ Այսինքն իսկապես շատ պարզ ասված է, մինչև չստորագրվի ոչ մի բան չի լինի։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե պատկերացնենք, որ ստորագրվում է հայ-ադրբեջանական խաղաղության մասին համաձայնագիրը, ես համոզված եմ, որ Թուրքիան նույնիսկ այդ դեպքում չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կարգավորմանը։ Ինչու՞։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի համար կարևոր է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է ստանալ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Այսինքն ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքի իրավունքը, այսինքն Հայաստանին զրկել իր տարածքից այդ երկաթգծի եւ ամբողջ Սյունիքը էքստերիտորիալ, ինչպես ասում են, իրենց վերահսկողության տակ, եւ դրա համար նա կփորձի Թուրքիան պահել իր ձեռքում որպես խաղաղարդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այսինքն իրենք որ որոշել են, որ դա Հայաստանին ավելի շատ է պետք, քան թե իրենց, որտեղ Հայաստանը շուկա չի, փոքր է, ռազմական առումով վտանգ չի ներկայացնում, փոքր տարածք է, բնակչությունը քիչ է եւ այլն։ Դրա համար որոշել են պետք է Հայաստանից մի բան ստանան դրա համար, ինչի հենց այնպես տան։ Հիմա իրանք ուզում են կոնկրետ ստանան Զանգեզուրի միջանցքը։ Հիմա ուզում են պայմանագիր, հետո կուզենան Զանգեզուրի միջանցք եւ դրա համար պետք է Հայաստանը ինչ որ գին վճարի։ Այդ գին վճարելու համար իրենք իրենց ձեռքում պետք է ունենան խաղաղարդ, որ դրանով ճնշում գործադրեն Հայաստանի վրա եւ այդ խաղաղարդը կլինի Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կարգավորումը։ Այսինքն ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի, մասնավորապես այն քայլերը, որոնք որոշված են Ռուբինյան Քլիչ հանձնախմբի կողմից, այսինքն երրորդ երկրների համար բացել սահմանը, բայց լիովին չի գնա կարգավորման եւ սահմանը լրիվ չի բացի, դա պահելով որպես խաղաղարդ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ ինչու դա այսպես ժամանակի հետ է կապված, որտեղ Թուրքիան երկաթգիծ չկա։
որը կկապի Կարսը Նախճեվանի հետ, այսինքն Թուրքիան երկաթգծի կապ չունի Նախճեվանի հետ։ Հիմա նոր են սկսել շինարարությունը, բավական աշխատատար դա process է, ասում են, որ պետք է ավարտեն 2029 թվականին, ես կասկածում եմ, որ կհասցնեն։ Ամեն դեպքում մի քանի տարի Թուրքիան ունի, եւ այդ մի քանի տարվա ընթացքում ինքը կշարունակի Հայաստանի վրա ճնշում գործադրել, որ ստանա արդեն այն տարածքը, որը Սյունիքը կամ ընդհանրապես որպես հնարավորություն օգտագործելու համար ինքը ինչպես ցանկանում է Հայաստանի ինքնիշխան իրավունք այդ տարածքի վրայից վերացնելու։ Սա է լինելու, ես կարծում եմ, Թուրքիայի մոտեցումը։ Իսկ հակադրություն չպետք է մենք կարողանանք, այսպես ասած, եղած դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի գործոնը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը, այսպես ասած, նոր կարծես թե ձևավորվող ռուս-ամերիկյան տանդեմը օգտագործել, ինչու՞ չէ, բնականաբար Իրանը մեզ համար ամեն դեպքում դրկից, որ այս վտանգները չեզոքացնելու համար, աշխարհքաղաքական եւ անվտանգային վտանգները չեզոքացնելու համար կարող ենք ճկուն քաղաքականության դեպքում, արտաքին քաղաքականության դեպքում դա իրականություն դարձնել։ Տեսեք, իմ ընկալումը հետեւյալն է, որ ամեն դեպքում մենք պետք է իրականացնենք մեր տարածաշրջանում շատ ճկուն եւ բալանսավորված քաղաքականություն։ Պետք է փորձենք բոլոր այս վտանգները, որ ես նշեցի, հասկանանք առաջին հերթին, պատկերացնենք, թե ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկել մեր հարևանները, տվյալ դեպքում Թուրքիան, եւ փորձել այդ քայլերը, որ եթե նրանք լինեն մեզ համար վտանգավոր, հնարավորինս չեզոքացնել։ Չեզոքացնել մենք կարող ենք, այո, մեր դաշնակիցների միջոցով, բայց այդ դաշնակիցների խնդիրը հիմա շատ բարդացել է, գիտեք, որտեղ հիմա աշխարհը մտել է զարգացման մի այնպիսի փուլ, միջազգային հարաբերությունների բնագավառում, որ ուժն է բացահայտ որոշում արդեն։ Չէ, հենց Թրամփի քաղաքականության հիմքում էլ դա է։ Դարձնենք Ամերիկային մեծ նորից հիմնվելով ուժի վրա։ Եվ դա հենց նա է, դա փորձում է անել ամենատարբեր բնագավառներում։ Եվ այս առումով իհարկե մենք պետք է եւ Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնենք եւ Ռուսաստանին որպես մեր ռազմավարական դաշնակից ասես չհեռացնենք մեզնից։ Պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Թրամփի ադմինիստրացիայի հետ փորձել գտնել շահերի եզրեր, որ հիմա կարծես թե չկան, կապերը բավական ասես թուլացած են Ամերիկայի հետ մեր եւ նաեւ այդ եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ կապված, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հետ բանակցային գործընթացը, հարաբերությունները պետք է ձգտի նորմալացնել, իհարկե հաշվի առնելով բոլոր այն ռիսկերը, բոլոր այն վտանգները, որ կան, բայց պետք է կարողանա այդ ռիսկերը կառավարելի դարձնել։ Պետք է կարողանան կառավարելի դարձնել։ Շնորհակալություն, պարոն Սաֆրասյան, որ այսօր եկաք մեր տաղավար եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես այդ ամենայն դեպս ունեցա իմ կարծիքով շատ հետաքրքիր, վերլուծական, բովանդակալից զրույց, կարծում եմ, որ մեր ունկնդիրը նույնպես լսելով որոշակի վերլուծական, այսպես ասած, զրույց, որոշակի հետևություններ կանի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրասյանը։ Լավ եղեք, սիրելի բարեկամներ, եւ դիմում եմ մեր այն սիրելի բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube ալիքին, եթե կարելի է ընդամենը սեղմեք զանգակոճակը, բաժանորդագրվեք մեր One Talk YouTube ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսեք մեր աշխատանքը ձեզ համար։